Այնուամենայնիվ երկու արդեն հրապարակված, կարծում եմ այդտեղ նամակներ կլինեն նաև ուղղված նախագահներին, չգիտեմ, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, տարբեր տարիների, Ելցինին, Պուտինին, մի խոսքով, եւ հետաքրքիր կլինի իհարկե, սա շատ կարեւոր է նաև կարդալ, ուսումնասիրել եւ դասեր քաղել, որովհետեւ այնտեղ եղել են դեպքեր շատ ժամանակ, որ մենք ասել ենք այո, Ադրբեջանն ասել է ոչ։ Իդեպ թե Հեյդար Ալիևն է ասել ոչ, թե Իլհամ Ալիևն է ասել ոչ։ Եվ հետևաբար պետք է նաև ընդունենք եւ տեսնենք, թե արդյոք բանակցային գործընթացը գնալով յուրաքանչյուր առաջարկ ավելի պրո-հայկական էր դառնում, կամ պրո-արցախյան էր դառնում, կամ պրո-ադրբեջանական էր դառնում, կամ հակահայկական էր դառնում, դա էլ է շատ կարևոր, այսինքն տենդենսը տեսնել, թե ուր էր գնում այդ տենդենսը։ Եվ այստեղ, երբ մենք տեսնենք, եւ ես վստահ եմ, որ մենք տեսնենք, որ կար տենդենս, որ յուրաքանչյուր բանակ առաջարկված փաստաթուղթ ավելի վատն էր, քան նախորդը, այստեղ արդեն հարցեր են առաջանում օրվա իշխանություններին, մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահներին, որ թե ինչու դուք ժամանակին չէիք բարձրաձայնում եւ չէիք բացահայտում այդ տենդենսը եւ ինչու չէիք ավելի անկեղծ խոսում հայ հասարակության հետ, այլ հակառակը։ Մեզ ամեն անգամ ասում են, որ ամեն ինչ լավ է, Ղարաբաղյան հարցը լուծված է, հարց չկա, Արցախը արդեն ինքնորոշվել է, մի խոսքով